Շնորհակալություն, հարգելի գործընկերներ։ Ես պիտի իմ ելույթը նշեմ 3 Սամվել Կարապետյանի տան բակում իր եղբոր կողմից արված մի շատ սենսացիոն հայտարարություն, որը զարմանալիորեն այսօր չի քննարկվում եւ ես չեմ հասկանում թե ինչու մեր ոչ մեր 34-րդ տեղում գտնվող ազատ մամուլը, ոչ մեր քաղաքական վերնախավը այդ հարցին չի անդրադառնում։ Սամվել Կարապետյանը անդրադառնալով վարչապետի այն գրառմանը, որտեղ վերջինս Կարեն Կարապետյանը անդրադառնալով վարչապետի այն գրառմանը, որտեղ վերջինս Սամվել Կարապետյանին բարեգործ կոչել էր ճակերտների մեջ, ասում են ոնց թե ճակերտների մեջ բարեգործ, բա այն դաչան, որտեղ ինքը ապրում է, մենք ենք սարքել, այն Սևանի դաչան էլ ենք մենք սարքել, զա։ Ես ինչ որ մեկը գիտեր այս մասին։ Ես օրինակ այս անկեղծ Չէ, ես չհավատացի, ես հետո նորից հետ տվեցի, ինձ թվաց ինչ-որ ուրիշ դաչա է, որը տենց մասնավոր դաչա է, էլի ոչ թե այն մեզ հայտնի կառավարական կեցավայրը պաշտոնական, ասում մենք ենք սարքել, համ կոնդի կառավարական, այսինքն Հայաստանի Հանրապետության ղեկավարի կեցավայրը, որտեղ ինքը պիտի բնակվի իր պաշտոնավարման ընթացքում եւ Սևանի հայտնի կեցավայրը, էլի Հայաստանի Հանրապետության ղեկավարի ոչ թե Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի Հանրապետության ղեկավարի։ Ու գիտեք, այս կոնտեքստում հարց է ծագում, բա ինչի է քննարկում կուսակրոնության հարցը։ Շուրջ կուսակրոնության հարցը մենք չենք քննարկում, մենք քննարկում ենք իսկականության հարցն ենք մենք քննարկում, հասկանում եք։ Մենք այդ կուսակրոնության հարցը ուղղակի հարցերից մեկն է, որը վերաբերում է մեր ասացի ու արածի համապատասխանելիությանը, վերաբերում է մեր իսկականությանը, մենք ասենք իսկականից նկատի ունենք այն ինչ ասում ենք, պարզվում է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարի կեցավայրը կառուցել է օտարերկրյա կապիտալով մի մասնավոր անձ, ասենք, ես չգիտեմ, ինչի ես մասին սենսացիա չկա, ինչի մամուլը չի գրում, ինչի չեն հարցակվում լրագրողները, օրինակ Սերժ Սարգսյանի մամուլի այնտեղ խոսնակա ինչա կամ պատիվ ունեմ, դա պատիվ ունենալ, դա պատիվ է բերում պետությանը, որ մի մասնավոր մարդ կառուցում է երեսով է տալի, ու իր երեսով չի տալի, մեր երեսով է տալի, պետության երեսով է տալի, ասում է ձեր դուք դες բան պատկերացնում եք։ Ես չգիտեմ, ասենք Գերմանիայում բնակվող մի ֆրանսիացի մեծահարուստ գերմանական կապիտալով, ասի բան, ինչ են այնտեղ խոսում, Էլիզեի են կառավարական բանը, հա, մասնաշենքը ես եմ սարքել, դա անպատկերացնելի բան է, կամ հակառակը Ֆրանսիայում ապրող մի հատ հարուստ գերմանացի, ասի բանի, կանցլերի նստավայրը ես եմ սարքել իմ անձնական փողով։ Հələ մի կողմ ենք են հանգամանքը, դա ասենք ասում են ատկատ է եղել, ինչ-որ էթեցի համար բան եղել, բայց ինչ էլ ուզում է եղած լինի, այդ ատկատը ուրիշ տեղ հնարավոր չէ վերցնել, եթե ատկատ եք վերցնում, այսինքն ուրիշ մի բանով հնարավոր չէ, պիտի կառավարական դաչայով ատկատ վերցնեիք, այս նոր խոսք է կոռուպցիայի մեջ, ոնց կարելի է ուրիշ տեղել են, չէ վերցնել, հա բայց այդ մեկով, ու որ ասում են պետություն ենք թողել, հզոր բան, հզոր պետականություն, ամուր, հզոր պետություն, որտեղ կառավարական դաչան սարքել է մի հատ մասնավոր անձ օտար պետության կապիտալ ներկայացնող եւ օտար պետության քաղաքացի։ Էսա ինչ են ուզում այս մարդիկ, լավ, ինչ են ուզում այս մարդիկ։ Հիմա եկել են ասում են մենք պաշտպանում ենք հայ առաքելական եկեղեցու կողքին ենք։ Մենք հասկանանք ում մասին է խոսքը, օրինակ մեզ քաջածանոթ Բագրատ Գալստանյան, մենք հասկանանք ովքեր են այս մարդիկ ում շահերն են ներկայացնում։ Այն օրը հարցազրույց է տալիս, բառացիորեն մեջբերել եմ, շակերտները բաց։ Նայեք, Սաթիկ Սերյանյանին է հարցազրույցը տալիս, այն Սաթիկ Սերյանին է, որ մի քիչ առաջ ասում էր, որ հեծը ազգային արժեք է, թուրքերն են ուզում խլեն, այդ Սաթիկ Սերյանյանին է հարցազրույց տալիս։ Այն Սաթիկ Սերյանյանին են, որ երբ որ ես 2007 թվականի մի դեպք հիշեցրեցի, ասեց Եղոյանը այդ ժամանակ 23 տարեկան էր, դժվար թե հիշեր տեղի ունեցածը, հաստատ Նիկոլ Փաշինյանն է SMS-ով գրել, որ հիշացրու 2007 թվականից, աբսուրդ է, այսինքն արդեն ինքը 23 տարեկանում տեսած բաները չի հիշում, ես զարմանում եմ, ասենք, պետք է հա, օրինակի համար,
Հա, այդ Սաթիկ Սարյանին հարցազրույց է տալիս, ասում է, նայեք, ես դժբախտաբար ճայկարտները բաց մեջբերում Բագրատ Գալստանյանից։ Նայեք, ես դժբախտաբար չեմ կարող շատ տեղեկություններ կոնկրետ վերլուծականների, որոնք պետական վերլուծություններ են դրսի նկատի ունեմ, եւ սա հատուկ ասում եմ ոչ միայն բոլոր ուղղություններով աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների վերլուծություններ, որոնց հետ մենք հարաբերության մեջ ենք եղել եւ արևմուտքի, եւ հյուսիսի, եւ հարավի, եւ արևելքի։ Ես հիշեցնեմ, որ Հայաստանից արևելք Ադրբեջանն է, Հայաստանից արևմուտք էլ Թուրքիան է, էլի, եթե արևելք արևմուտք, այդ հասկանանք, ինչքան դեպի արևելք են, ինչքան արևելքից են իր հետ կապի դուրս եկել եւ ինչքան արևմուտքից են իր հետ կապի դուրս եկել։ Հա։ Արևմուտքի մի մասն իրենց նախաձեռնությամբ, ամբողջը իրենց նախաձեռնությամբ, գրեթե չէ, բոլորն իրենց նախաձեռնությամբ, պատկերացնում եք ինչ ագենտուրնի որս է սկսել, ասենք, գոնե մեկի հետ աշխատել, ասենք լավ, մարդը հիմա հավատում է այդ մի կենտրոնի տված տվյալներին, 4 կողմից պատկերացնում եք ինչ աջապ սանդալ են լսել իր գլխի մեջ, չէ, այդքան շահ է, այդ կամ արևմուտք, էլ չասած, որ ինքը չգիտել ով է զանգողը, որտեվ այդ զանգողն էլ կարող է չիմանա ինքը ում պատվերով է զանգում։ Հա, էլի, ասենք մի հատ, չգիտեմ, եֆրեյտոր ընդեղից, մի հատ կոնստեբլ ընդեղից, զանգում են, ինքն էլ այո, լսում եմ, պարոն կոնստեբլ, բան, ինչ անեմ, ասում է, էլի այդ եֆրեյտորը կամ կոնստեբլը։ Ինձ դեռ ժամանակին, դեռ նոյեմբեր ամսին էին ասում, որ ձեր երկիրը ցանկանում են դարձնել տարածք։ Ես հիշեցնեմ, որ տարածքը պետության 3 կարևոր ատրիբուտներից մեկն է։ Ժողովուրդ, տարածք, սուվերենություն։ Պետությունը առանց տարածքի չի լինում, էլի, եթե ինչ։ Ցանկանում են դարձնել կուրսում եմ ես հանճարեղ տողերը տարածք, որտեղ այո, որտեղ կիլոմետրաժը կարևորություն չի ունենա, որտեղ կլինեն, մենք ամբողջ օրը կիլոմետրաժից ենք խոսում, կիլոմետր քառակուսի, սա ասում չէ, կարևորություն չի ունենա, որտեղ կլինեն LGBT-ների այսպես կոչված բուծման վայրեր, որտեղ կլինեն ընտանիքի նոր մոդելի կիրարկման վայրեր։ Այս ընտանիքի նոր մոդելն էլ երևի է, որ կուսակրոն վեհապարը ընտանիք ունի, Լևի։ Ընտանիքի նոր մոդելը որն է, ես չգիտեմ, ես 3 տարի ապրել եմ Եվրոպայում, այդքան ես կյանքից չգիտեմ, եվրոպական բոլոր երկրներում ճամփորդել եմ, 1000 մի ընկեր, ծանոթ, այնտեղ կա, ես չգիտեմ ընտանիքի նոր մոդել, ասվածը ինքը ինչ նկատի ունի։ Կիրարկման վայր, թմրանյութերի, եսիմ ինչի, տարանցիկ միջանցք, կիրառման վայր, փողերի լվացման միջանցք եւ այլ, եւ ամենաառանցքայինը կիլոմետրաժը կարևոր չի լինելու, ոչ մեկին հետաքրքիր չի լինելու, եթե դուք այս փոփոխությունը չբերեք ձեր երկրին, այն ցույցերը էլի, որ հելել արել են, զանգել են, ասել են հենց ցույց արա հելել։ Հարցը տալիս Սաթիկ Սարյանը, կներեք, ովքեր էին ասել, դուք հարցնում ամեն դեպքում, տարբեր ուժային կենտրոններ, ես ուղղակիորեն չեմ կարող ասել, տարբեր ուժային կենտրոններ Ադրբեջանի հարձակումների եւ այլնի մասին ես կարող եմ թվականով ասել, որի մասին շատերին եմ ասել մարտի 21-ին են ինձ հեռաձայնել ուղղակիորեն, մարտի 21-ին էլի չասեմ, իրենց իմացած կենտրոնը չի, իրանց իմացած, մեր իմացած կենտրոնը չի, իրան թվում է, որ ասում է մեր իմացած կենտրոնը չի, պետք է ճակատը պաչենք, հա, ասենք, որ գիտենք, որ մեր իմացած կենտրոնը չի, այն մյուս կենտրոնն է, պետք է ասենք, որ ոչ թե Եֆրեյտորը, ասենք, Սմիրնովն է, այլ Կոնստեբլ Ջոնսոնն է, պետք է ասենք, վայ, բարի ճակատը պաչենք, Կոնստեբլ Ջոնսոնի ասելով է ցույց արել։ Սա ինչ է, էլի, ասենք, եթե ոչ ազդեցության գործակալություն։ Պաշտ մարդը ասում է, ես ազդեցության գործակալ եմ։ Ուզեցել եմ մարդու հետևից սա առնվազն ազդեցության գործակալ։ Հավաքագրված գործակալը թե չէ, դա չգիտեմ, չեմ պնդի, բայց սա ազդեցության գործակալի ինքնախոստովանական ցուցմունք է։ Ով պետք է այս հարցով զբաղվի, ես չգիտեմ, այն Արշակ, չգիտեմ ինչան եպիսկոպոսն են։ Հելն ասում է վարչապետը Պապ Թագավորին հիշելուց թող հիշի, թե վերջի ինչ եղավ։ Արշակ, չգիտեմ ինչան եպիսկոպոս, վերջն ինչ եղավ, հռոմեական ագենտուրան սպանեց։ Քո նմանների աջակցությամբ ինչ եղավ։ Քո նման եպիսկոպոսների եւ որոշ նախարարական տների էլի ազդեցության գործակալ, որոնց դուք սրբադասել եք շատերին, սպանեցին։ Ինչ արել այդ մարդը, ասենք, որ 1650 տարի անց կարճել եք այդ մարդու
անունից։ Ինչ արել, 4 տարի կառավարեց, պետության կյանքը 50 տարով երկարացրեց, բանակի թիվը հասցրեց 100,000-ի, սահմանները ամրապնդեց։ Ինչ ա արել։ Ինչ ա եկեղեցու ձեռնադրությունը Կեսարիայից տեղափոխեց Հայաստան։ Գնում էիք Կեսարիայ, մոտար հողերում էիք ձեր։ Ինչա թե 10-րդ հարկը կտրեց, հա 2 կիլո խնձոր ինչա թե կտրելա 1600 տարի, այդ մարդուն հալածում եք։ Ու հիմա էլ են անում, Ժորժ ջան, այդ 2 կիլո խնձորի պատմությունն է, բան չմտածեք։ 10-րդի պատմությունն է, այս մարդիկ 10-րդ հարկի կռիվն են տալիս։ Այդքան բան ու բյուզանդական ագենտուրան էլ իմանալով, դե արդեն դա ինստիտուցիոնալ հիշողությամբ գալիս է բյուզանդական ժամանակներից, արդեն Պետրոս Գետադարձի հետ դա աշխատացրել են, Վես Սարգիսի բանի, Գրիգոր Մագիստրոսի բանի, հա, այդ նույն սխեման կա, այդ 10-րդի պատմությունն է, Ժողովուրդ ջան։ Դուք որոշեք, շնորհակալություն։ Ամոթից խոսալուց Տիկին Խամոյանը, թող այս տողերի հեղինակին գնա ամոթանքը տա։